Դերենիկ Դեմիրճյան, ավելորդը։ Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլեր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնել իսկ մի հանդես էր, աղայական։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսի վայր ընկնելու պես առաջ թեքած, ուխտի վիզը առջև երկարած, սևակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն մի կետի ընդհանուր էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս։ Գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատրվածքը, եւ եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղերի վտանգի չափը։ Իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը եւ գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտքը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 10 տարի առաջ միայն իր անդրանիկ որդուն թաղելիս Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուճ շալվարի տոտերը ցեխոտվեն, եւ մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։ Ասենք այսպես, դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխրտած ձյունի հակառակ, ոչ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։ Անհանգիստ էր, վերին աստիճանի, արդեն մի շաբաթ է ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։ Փորձված կյանքի չար ու բարուն տեղյակ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ քրդանոցներում ու թուրքանոցներում զելվել, առևտուր էր արել եւ շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը բրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսալ խուսափելու ակնկալի վայրկյանը։ Բայց այս անգամ վրիպեց եւ չարաչար։ Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը եւ զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ թուրքը,